կադաստրում մի քանի գրանցում է կատարվել, այս պայդուրության վիճարկում 2007-ի մարտի ակտը, ինչու, որովհետև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքը 2006 թվականն այնտեղ, մինչև այդ չէր գործում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենք չէր գործում, եւ կառավարության որոշումը ինքնին համարվում էր, այսպես ասած, սեփականությունը հավաստող փաստաթուղթ, անգամ իրավարաբերության պահին գործող օրենսդրությամբ այնտեղ դրանք ավելի բարձր իրավաբանական ուժ ունեին, քան թե պայմանագրերը, ու կան որոշակի հիմքեր, որոնք չեմ պահանջում, օրինակ դրանից չի արտացոլվում նվիրատվության պայմանագիր կնքելու պարտադիր այստեղ քաղաքապետարանը ընդհանրապես ըստ իրենց ինչ պետք է լիներ, քաղաքապետարանը եւ Արցախ հանրապետությունը պետք է կնքեին նվիրատվության պայմանագիր, որ ըստ իրենց չի կնքվել։ Բայց գիտեք, չէ, Երևանի քաղաքապետարանի կայքն էին նայում, մինչև հիմա Արցախի ներկայացուցչության շենքը նշվում է այդտեղ, որպես իրանց Երևանի քաղաքապետարանի կայք։ Անգամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, եթե նայեք, Արցախ հանրապետության գրեթե բոլոր մարմինները, անգամ օրինակ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը, մինչև հիմա գրանցված է իրանց էջում։ Ես ավելին ասեմ, հիմա ես ձեզ որոշակի տեղեկություններ հրապարակեմ։ Արցախ հանրապետության ներդրումային հիմնադրամի հետ կապված։ Դուք տեղյակ եք, որ Արցախ բանկ փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է, խոսքը վերաբերում է 45-ից ավելի տոկոսների մասին, պատկանում է ներդրումային հիմնադրամին։ Կամ ներդրումային հիմնադրամում կան ահռելի թվերի հասնող միջոցներ, որոնք այս պայդրությամբ սառեցված են։ Հիմա հարց առաջանում է Արցախբանկի բաժնետոմսերի հարցը ինչպես է լուծվելու։ Ներդրումային հիմնադրամը Հայաստանում չի կարողանում գրանցվել որպես սուբյեկտ, որովհետև երբ որ օրենք ընդունեցին եւ հետագայում երկարաձգեցին մինչեւ դեկտեմբերի 1-ը կամ 31-ը չեմ հիշում, ըստ որի իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագրանցում ստանան, բացառություն կատարեցին այն իրավաբանական անձանց, որոնք հիմնադրվել են պետության կամ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց կողմից։ Հիմա Արցախբանկի բաժնետոմսերը ինչ ճակատագրի է արժանանալու, խոսքը պատկերացնում եք ինչ թվերի մասին է, կամ Արցախի ընդհանրապես սառեցված միջոցների ինչ ճակատագրի են արժանանալու։ Այս միջոցները, եթե այս միջոցներով կարելի է երևի մի փոքրիկ Արցախ կառուցել Հայաստանի Հանրապետությունում, բայց այս միջոցները չեն տալիս, դրա փոխարեն ինչ որ 40+10 են 10 էին տալիս, հետո հետագայում 10, 30, մեքենայի տարեթիվ եւ այլն, բայց միջև հիմա եկեք մի արձանագրենք մի կարևոր հանգամանք եւս էլի բոլոր քաղաքական հետապնդումները, որոնք տարվել են արցախցիների նկատմամբ, ի վերջո վախճանվել են։